Բայց երևի սկսենք այս հարցից, հա, երեք հանրային հեռուստաընկերության եթերում կարծում եմ ծանոթ եք արդեն հայտարարություն է արել Արսեն Թորոսյանը։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը այսպես հետևողական ոչնչացնում է հայկականության հետքը օկուպացված Արցախում, ինչ է ասում Արսեն Թորոսյանը։ Ադրբեջանը իր իշխան տարածքում ինչ-որ բան է անում, Ստեփանակերտի եկեղեցու քանդման մասին հարցին ի պատասխան։ Ինչ ունեք ասելու սրան։ Ոչինչ չկա ասելու, պարզապես մի նախադասությամբ այդ հարցը երևի փակենք, այս իշխանությունները իրենց եկած օրվանից նպատակ են ունեցել Ադրբեջանի բոլոր այդ վայրագությունները լեգիտիմացնելու, արդարացնելու եւ ինչպես ասում են, իրենց այս քաղաքական դիրքորոշմանը համապատասխանեցնելու։ Ադրբեջանում քանդում են հայկական եկեղեցիները, իրենք այդպես են ներկայացնում, բայց եկեղեցին քանդվել է Ստեփանակերտում, եկեղեցին քանդվել է ուրեմն Արցախում, դրանից առաջ նաև այլ հուշարձաններ քանդվել, ոչնչացվել ու պղծվել են եւ մարդիկ այսօր դա ներկայացնում են որպես Ադրբեջանի տարածքում տեղի ունեցող մի բան։ Այսինքն Ադրբեջանի իշխանությունների այդ քայլը հավատի տուն քանդելու ժողովրդի թեկուզ այդ տարածքում, այսպես ասեմ, ոչ տիրոջ, տեսնում եք ինչ բառեր եմ ասում, ոչ տիրոջ իրավունքով բնակված ժողովրդի հետքը վերացնելը, դա ինչի մասին է խոսում։ Դա խոսում է ընդամենը վայրագության, ընդամենը հայատյացության, ընդամենը մեր ժողովրդի ուրեմն հետքը արդեն ոչ թե զուտ Ադրբեջանի տարածքում, այլև հայկական հազարամյակների պատմություն ունեցող հայրենիքում ոչնչացնելու մասին եւ այս իշխանությունները դա շատ նորմալ են ընդունում եւ ավելին հայտարարում եւ ժողովրդի ուղեղի մեջ մտցնում են, որ Ադրբեջանը մի բան է արել իր տարածքում։ Արսեն Թորոսյանը այս հայտարարության համար առնվազն հայ կոչվելու իրավունք չունի արդեն։ Ապրիլի 24-ը հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է, առաջին օրը ջահելովերթ, հաջորդ օրը քաղաքացու օր, խնդրեմ։ Այսպես է, դա շատ նման է, գիտեք, հիմա արդեն մենք չենք ասում սքոր ցեղասպանության օրը կամ չգիտե, դա ինչ որ հիշատակի օր է, որ ժողովրդին մղում է ապրելու դեպի ապագան ուրեմն դառնալու այնպիսի ուրեմն քաղաքական կեցվածք ու բնավորություն ցուցաբերելու, որ հետագայում այդպիսի բաները չկրկնվեն։ Ապրիլի 24-ն այդ զգացողությունը դա է փոխանցում մեր ժողովրդին, ապրիլի 24-ի այդ երթը ժողովուրդն իր այդ երթով հենց դա է ուզում ապացուցել, որ ինքը հիշելով նաև միտված է ապագային, բայց հաջորդ օրը այնուամենայնիվ այդ օրվա հաջորդ օրը ուրեմն քաղաքացու օր հայտարարել, դե քաղաքացու օրը այսպես ֆիքսված օր է հայտարարված այն գլխից, բայց դա չի էականը, բայց եթե մանավանդ համընկնում է հաջորդ օրվան եւ ամբողջությամբ 180 աշճանի տակ թեքում է մարդկանց ուրեմն զգացողություններն ու ապրումները, դա նշանակում է, որ ինչ-որ անհամապատասխանություն կա, չի կարելի հասկանում եք, սովորաբար հեռու տնից տեղից բոլորի մահացածի ուրեմն հուղարկարության հաջորդ օրը էգնահող են անում, սրանք հաջորդ օրը վերցրեցին հարսանիք արեցին, էնել ինչ խայտառակ հարսանիք իրենց խորոված փարթիներով, իրենց անկապ ես կասեի համերգներով, վարչապետի մասնակցությամբ, սա ուղղակի մեսիջ էր աշխարհին, որ մենք հիշողությունից զուրկ ազգ ենք, մենք չենք էլ հիշում, թե ինչ է եղել 15 թվականին եւ ինչու ենք մենք արդեն 65 թվականից սկսած ապրիլ 24-ին այսպես երթով գնում Ծիծեռնակաբերդ։ Ինչ է եղել, ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, մոռանում ենք դա, ոչ մի խնդիր չունենք Թուրքիայի հետ, թուրք ժողովրդի հետ որևէ խնդիր չկա, Թուրքիայի պետության հետ որևէ խնդիր չունենք, Ադրբեջանի հետ որևէ խնդիր չունենք։ Հիմա դրան
ցեղասպանության օրվա այդ ապրիլ 24-ի նախորդ օրն էլ ջահերով երթներ իր հստակ էլի մեսիջներով, իր հստակ ուրեմն ամբողջ աշխարհին ուղղված իր այդ ուղերձներով, որ չի մոռացվել ոչինչ, ամեն ինչ հիշվում է եւ պետք է հատուցում պահանջվի, որպեսզի հետագայում նման բաներ չլինեն, ահա երիտասարդության այդ երթը նույնպես փորձում են նսեմացնել իրենց խորոված փարթիներում, չգիտեմ որտեղից հավաքված, ես չեմ պատկերացնում, այդ ինչ երիտասարդներ էին, դրանք կողմնակից էին սրանց այս իշխանությունների, թե չգիտեմ որտեղից էին հավաքվել, եկել Երևանի ուրեմն Հանրապետության հրապարակում կարծես ծաղրում էին այդ նույն ապրիլի 24-ն ու ջահերով երթ։ Ինչու են երիտասարդները, դեռ նաև տեսանք, չէ՞, բողոքող քաղաքացիները եկել էին անվճար խորոված ուտել։ Այո, եւ հետո տեսել էին, որ վճարովի է, շատ ուրեմն հիասթափվել էին։ Սասինսկին, չէ, ասաց 900 դրամ էր, ես հիասթափված եմ։ Դե հիմա այդպես է, ում չհասավ անվճար խորոված, ում էլ հասավ, այնպես որ հիմա դա չի հարցը, հարցն է իշխանությունների վերաբերմունքը, որ ժողովրդի մեջ այսպիսի ուրեմն ընկճախտ, որ դու պարտված ժողովուրդ ես, որ դու ոչինչ անել չես կարող, որ դու ծնկած ես, որ դու, չգիտեմ, որ դու լիարժեք չես, ահա այսպիսի բաներ են սերմանում մեր ժողովրդի մեջ իրենց այդ միջոցառումներով։ Առաջիկայում էլ երևի էլի մի քանի բաներ անելու են, մինչև ընտրություն ուղղակի զզվեցնելու են, ես վստահ եմ, ընդհուպ այդ նույն բանակի շքերթ են փորձելու ցուցադրել եւ այսպես չգիտեմ արդեն թե ինչ խայտարակ վիճակ է ստեղծվելու դրանից հետո արդեն Հայաստանի հանդեպ վերաբերմունքի իմաստով մյուս պետությունները ինչ եք ցուցադրելու դուք ոչ մի բան չունեք ցուցադրելու բառ է ասվել արդեն իրենց այս քայլերին կապիկություն ահա դրանով են զբաղված այս օրերին տեսեք նույն այդ քաղաքացի օրվա հետ կապված է իրենց ընդհանուր պահվածքը կեցվածքը իրենց հաջողում է ամեն դեպքում մոռացության մատնե ժողովրդի բերել այդ մի ապրել պատմական Հայաստանի այսպես ասենք իրողություններով այլ բերել է իրական Հայաստան որն է շուտով գոյություն չի ունենա եթե իրենք վերընտրվեն իրենք եթե վերընտրվեն սա կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջին ընտրությունը հաջորդ ընտրությունները ես արդեն չգիտեմ ով է լինելու այդ ընտրությունների կազմակերպիչը Հայաստանում եւ արդյոք Հայաստանը Հայաստանի ազգային ժողովի ընտրություններ իրավունք է ունենալու անցկացնել եթե այսպես շարունակվի եթե սրանք այս անգամ վերընտրվեն իսկ ինչ վերաբերում է մասնակիցներին բոլորն էին արդյոք այսպես թե այնպես ես միանշանակ համոզված եմ որ այդ հրապարակում նաեւ կային մարդիկ եւ ոչ փոքր թվով որոնք ուղղակի տարբեր առիթներով էին այնտեղ ոմանք դուք էլ նշեցիք բողոքելու խնդիրներ կային ոմանք այլ առիթներով էին մասնակցում որպես այնտեղ նաեւ ինչ որտեղ իրեն շուրջը նայեն հասկանան ինչ է կատարվում բայց այդտեղ հավաքված մարդկանց մի մեծ տոկոս հաստատ քաղաք պայմանագրի ոչ կողմնակից էր ոչ էլ այս այդ կուսակցության վարած քաղաքականության կողմնակից ու տեսնում եք լրիվ հակառակ բան է ստացվում վերցրեք թեկուս Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական պայքարը ուր գնում էր հակառակն էր ստացվում նույնը մարզային քարոզչությունը իրենց կուսակցության ներքին քարոզչությունը այսպես ասած ուր գնում են խայտարակվում են ես ուղղակի չեմ հիշում այնպեսի մի բան որ ժողովուրդը այսպես բուրըն աջակցեր կամ ցույց տար այդպիսի աջակցություն բերում են Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել նույն դեմքերն եմ տեսնում այստեղս հավաքներին Նիկոլ Փաշինյանն է խոստովանել այդ նույն մարդկանց հավաքում են բերում են չգիտեմ ինչ որ թատրոն են բեմադրում իբր թե ահա Փաշինյանը եկավ այս մարդիկ եկան ինչ որ հարցեր տվին հետո նստում էին ավտոբուս փախնում էին վազելով ուղղակի երբ որ տեսնում են արդեն այն մասսան է հավաքվում իրեն շուրջ որ դժվար հարցեր է տալիս նստում էին ավտոբուս փախչում էին իրենք այսօր էլ հիմա կսկսվի քարոզարշավը մենք կտեսնենք իրենց արած քարոզարշավը թող գնան հանրապետության քաղաքներում փորձեն այնքան մարդ իրեն շուրջը հավաքել
որքան այսօր ընդդիմադիր գործիչները, երբ որ իրենց բարձրային հանդիպումներն են անում։ Թող գնան փորձեն հավաքել, այդ նույն լրջությամբ մասսան հավաքել իրենց շուրջը, ոչ թե խորովածի գնից բողոքող քաղաքացիներ։ Առաջիկայում եվրոպացիներն են գալիս Հայաստան։ Մենք հստակ ունենք, չէ, Մակրոնին հիշեցնելու ձեր նաև թեթև հովանու ներքո Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում եւ այսօր մեր հայրենակիցները խոշտանգում են Բաքվի բանտերում։ Այն իրականության մեջ, որ վերջերս նույն այս ցեղասպանության օրվա հետ կապված Մակրոնը հայտարարություն էր, գրավում էր անել ավելի շուտ, բայց չմոռանանք ընդամենը 6 տարի առաջ Արցախում նմանատիպ մի ցեղասպանություն էր։ Այո, թող եվրոպացիները գան, տեսնեն, այսպես ասեմ, եվրոպացիները գալու են տեսնել իրենց աշխատանքի այս 8 տարիների արդյունքը։ Նույն Արևմուտքի, նույն Եվրոպայի ուրեմն խորհրդով կամ պնդմամբ կամ միջամտությամբ ունենք այսօր մենք այսպիսի իշխանություն եւ այդ իշխանությունը մեզ հասցրել է այն օրվան, որ եվրոպացիներ կարողանան գան այստեղ Հայաստանում, չգիտես ինչ մի հատ ֆորում անեն ու փորձեն դեռ արդարացնել մի իշխանության, որ ուղղակի դարձել է այս ժողովրդի ու այս պետության ցավը։ Թող գան տեսնենք ինչ են ասելու։ Նույն Մակրոնին ինչ հիշեցնենք, միայն Պրահան հիշեցնենք, չէ, Պրահայից առաջ տասնամյակներ շարունակ Ֆրանսիան եղել է համանախագահող երկրներից մեկը Արցախի հարցով։ Մինսկի խմբի համանախագահներից մեկը Ֆրանսիան։ 30 տարի դուք բանակցել եք Արցախի ինքնորոշման հարցով, հետո Պրահայում, երբ որ ձեր դրածուն հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ, այդ ժամանակ արդեն մոռանում եք ձեր 30 տարվա բոլոր բանակցությունները։ Լավ, այստեղ կարելի է երկակի ստանդարտներ կիրառել, բայց ոչ են բոյի ու ոչ են աշճանի, որ հստակ, ուղղակի շատ հստակ երևա, թե ինչպես կարելի ասենք Եվրոպայի հակառուսականությունը ծախել Հայաստանի վրա եւ Հայաստանի շահերի հաշվին ուրեմն առաջ տանել իրենց հակառուսական, չգիտեմ ինչ նկրտումները։ Նաև այս մասում ընդդիմություններ անելիք ունի եվրոպացիներին եւս մեկ անգամ հիշեցնելու, թե այսօր ինչ է կատարվում Հայաստանի ներսում, կեր ժողովրդավարություն, Բաքվում խոշտանգում են մեր հայրենակիցները, այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանին տեղափոխվել են ամենախիստ բանտերից մեկը։ Եվրոպան դրա վրա աչք է փակում։ Եվրոպան Այո, Եվրոպան աչք է փակել Արցախի ժողովրդի իրավունքների վրա, աչք է փակում մեր ռազմագերիների վրա, աչք է փակում մեր բոլոր խնդիրների վրա։ Միայն թե Հայաստանը երաշխավորված մնա այն գծի մեջ, ինչ որ Ադրբեջան, Թուրքիա, ուրեմն այդ տանդեմն է նախագծել այս տարածքի համար, որպեսզի Եվրոպան ստանա անխափան էներգակիրներ, ստանա անխափան վառելիք, չգիտեմ, կախված չլինի ռուսական գազից եւ այլն։ Եվրոպան այսօր այդ քաղաքականության ուրեմն կողմնակիցն է եւ Եվրոպան փաստորեն կողջ ունի Հայաստանի իշխանությունների բոլոր այն ուրեմն քայլերը, որոնք միտված են Հայաստանի անկախության թուլացմանը եւ փաստորեն Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ֆակտոր չհանդիսանալուն։ Այս տարածաշրջանում խաղաղության ֆակտոր չհանդիսանալուն։ Մինչդեռ մենք գիտենք 30 տարի այս տարածաշրջանը խաղաղ է եղել զուտ այն պատճառով, որ եղել է Հայաստան պետությունը իր իշխանություններով, իր ազգային ուրեմն քաղաքականությամբ իր վարած, իր դիրքորոշումներով, իր դաշնակիցներով։ Հայաստանն է եղել այս տարածաշրջանի խաղաղության ֆակտորը։ Ու թող մենք տեսանք պատերազմ եղավ եւ Վրաստանում, պատերազմ եղավ եւ Միջին Ասիայում, պատերազմ եղավ Ուկրաինայում, բայց Հայաստանում չկար այդ ամենը եւ Հայաստանն էր, որ պահում էր ուրեմն բալանսը այս տարածաշրջանում։ Հիմա չկա այդ բալանսը, այս իշխանությունները ամեն ինչ ոտատակ են տվել, Հայաստանի բոլոր այդ հաղթաթղթերը փռել են սեղանին եւ ով ինչ ուզում դրանից վերցնում է։ Ով ինչ ուզում վերցնում է։ Հայաստանը չունի որևէ ինքնուրույնություն, որևէ իրադարձության վրա ազդելու։ Հիմա ընդդիմությունը ինչ կարող է անել։ Ընդդիմությունը բնականաբար
բնականաբար եւ այդ մասին պիտի բարձրաձայնի ու նաեւ այն մասին, թե ինչ են անում այս իշխանությունները ընտրություններից առաջ։ Եթե դուք ժողովրդավար եք սիրելի Եվրոպա, ուրեմն բարի եղեք այս ամեն ինչը նկատել ու այդ ամեն ինչը ցուցակագրված պետք է դրվի եվրոպացի ղեկավարների առաջ։ Ասել սա է ձեր աշխատանքի արդյունքը։ Այսօր Հայաստանում կա մի ղեկավար, որ ասում է, եթե ես չլինեմ, այդ երկիրը չի լինի։ Այդ իրենց կարգախոս էին կպցրել, չէ, պլակատ էին կպցրել։ Հայաստան չի լինի, եթե չլինի Փաշինյան։ Այդ նույն խոսույթի, որ Փաշինյանն ավելի շուտ ասել էր, եթե ես չլինեմ սեպտեմբերին պատերազմ կլինի, դրա շարունակությունն է։ Այսինքն հստակ ասում են եւ եվրոպացիներն էլ եթե այստեղ գալիս մասնակցում են, սա նշանակում է, որ նույն եվրոպացիները համամիտ են դրա հետ։ Ուրիշ պայմաններում այդ նույն եվրոպական երկրների ղեկավարներն ուղղակի բոյկոտեին այդ հավաքը եւ չէին գա Հայաստան, եթե իրենք պաշտպանում են, այսպես ասեմ, ժողովրդավարությունը։ Չկա ժողովրդավարության որևէ նշույլ այսօր Հայաստանում չկա։ Վկան վերջին ձերբակալությունները ընդդիմության շրջանում։ Չգիտեմ, այստեղ ասելու բան չկա, ուղղակի այս մարդիկ գիտեք ինչով են առաջնորդվում, են հայտնի ռուսական ասացված կա, «Սիլա есть чума не надо»։ Հիմա ձեռքները ուշ կա, իրավապահներն իրենց կողքն են, դատական մարմիններն իրենց կողքն են, արդարադատությունը իրենց կողքն է, դատախազը իրենցն է, ամեն ինչ իրենցն է, այսինքն ինչ ուզենան կանեն։ Հիմա շատ մի մեծ տաղանդ պետք չէ, հասկանում եք, որպեսզի մարդու վրա քրեական գործ արկեն, հետապնդում սկսեն, ամեն խոսքից կարճելով, չգիտեմ, ձերբակալեն այդ մարդուն, չգիտեմ ինչ օրենքներով փորձեն դատել։ Հիմա ես ինչքան հասկացա, կարծեմ իրենց կողմնակիցների միջև զրույց է, որ մարդն ասել է, հա լավ կլինի։ Ձեզ համար լավ կլինի։ Շատ նորմալ բան է, ես չեմ հասկանում, ով չի պատկերացնում, որ եթե Հայաստանում իշխանություն փոխվեց, լավ է լինելու։ Հա լավ է լինելու։ Ես կոնկրետ հիմա ես կուզենամ, որ ընդդիմությունը բաց հայտարարի։ Բոլոր այն հայ մարդիկ, որոնք այս իշխանության պատճառով, այս իշխանության ձեռքով, այս իշխանության ապօրինությունների արդյունքում կորցրել են իրենց աշխատանքը, կորցրել են իրենց պաշտոնները, ես քաղաքականների մասին չեմ ասում, կորցրել են իրենց պաշտոնները եւ մարդիկ, որոնք ուղղակի արած ունեն այս երկրի հանդեպ, վերականգնվելու են այդ պաշտոններում, իշխանափոխությունից հետո։ Թող ընդդիմությունը հայտարարի, որ այդ մարդկանց 8 տարվա պարապուրտը վճարելու են այս իշխանությունները, իրենց գրպանից։ Այն պաշտոնյան, որը մակագրել է ոչ իշխանական քաղաքացու աշխատանքից ազատվելու դիմումը, այդ պաշտոնյան պետք է իր գրպանից վճարի այդ մարդու ուրեմն ամբողջ տարիների պարապուրտը։ Հիմա տեսնեմ սա ընտրակաշառք է, թե ընտրակաշառք չի։ Ես ասում եմ, ուղղակի հայտարարեն, դուք վերականգնվելու եք ձեր աշխատատեղերում, ձեր աշխատանքներին։ Ձեզ վճարվելու է ձեր պարապուրտի մատնված տարիների աշխատավարձը։ Ընդ որում, այն դրույքաչափերով, որ իրենք են իրենց համար այսօրվա իշխանությունները սահմանել։ Դե թող գան, ինչ ասեմ, թող գան ինձ ձերբակալեն այդպիսի հայտարարության համար։ Ոչինչ, ուղղակի բան չի, էլի, պետություն չի սա, էլի։ Հասկանում եք, ընկել է քյոխվայա պետություն, այսպես ասեմ։ Եթե քյոխվային ձեռք չի տալիս, այդ քյոխվանի ինչ ուզում անում է։ Վաղը կկանչի, եթե Հայաստանում ասենք լիներ ճիպոտահարելու մասին օրենքը, օրենքով մեկին դաստիարակելու համար ճիպոտահարելը լիներ, նաև կարող է բերեին հրապարակում մարդկանց ճիպոտահարեին էլ։ Էս է սրանց դեմոկրատիա։ Քյոխվային, որովհետև ձեռնտու չի։ Այստեղ ռեյտինգի մասին խոսք չկա ընդհանրապես, նրանք ունեն միայն բացառապես, ունեն միայն հակառեյտինգ։
Եթե մի փոքրիկ խմբակ ինքն է իրեն սնում այդպիսի բաներով, նշանակում է ռեյտինգ որպես այդպիսի նրանք չունեն։ Հավերժական շարժը չի լինում, էլի ինքը իրենով անդադ աշխատի։ Այդպես չի լինում։ Շարժիչին պետք է, ասենք, սնուցում, շարժիչին պետք է օդ։ Այնտեղ ուրիշ պայմաններ են պետք, որ այդ շարժիչը աշխատի։ Բայց իրենք իրենցով ժողովուրդը, ես վստահ չեմ, թե ժողովուրդը սրանց էլի ձայն կտա։ Ես ասում եմ, սա լինելու է վերջին ընտրությունը ժողովրդի, եթե սրանք մնան։ Դե թող գնան ձայն տան, ինչ ասեմ։ Եթե ուզում են իրենք կոչվել ադրբեջանցի, եթե ուզում են, որ իրենց երկիրը կոչվի Արևմտյան Ադրբեջան, չգիտեմ, ստեղ ինչ ռեյտինգի մասին կարելի է խոսել նրանց։ Նրանք ունեն բացառապես հակառեյտինգ։ Ու այն բոլոր այդ հարցումները, իմիջիալու սրանց էլ պիտի պատասխանատվության ենթարկել։ Լավ, այդ կեղծ ուրեմն թվերը նկարում եք, ցույց եք տալիս ժողովրդին, դրանով ազդում եք, չէ՞, ժողովրդի վրա։ Հուսահատեցնում եք այս ժողովրդին։ Ինչ 20% կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանը, 20 եմ ես ասում։ Որտեղից, ինչի իր մենակ ԿՊ-ով ինքը 20% ունի իրենց բարեկամներով։ Բա փոքրիկ խմբակ ինչի են ասում։ Որովհետև նրանք մի փակ համակարգ են։ Իրենք իրենց ներսում են պտտվում, այսպես մի հատ շարժում են սկսել իրենց ներսում, որ ոչ մի օրենքի ու ոչ մի բանի չի ենթարկվում։ Իրենք գրում են օրենք, իրենք նշանակում են դատախազ, գրում են օրենք, այդ դատախազը այդ օրենքը վերցնում կիրառում է, որովհետև դատախազն ասում են այսպես, նա էլ առանց մտածելու անում է։ Առանց մտածելու, այս եղավ պետություն, լավ։ Ինչ իշխանության մասին կարելի է խոսել։ Հա լավ, երկել է այդ չգիտեմ ով ինչ է արել այդտեղ, ախր դա բան չի, էլի դպրոցից պատահական այդ կողմով անցնող մի հատ երեխա կամ դուրսում խաղացող մի հատ երեխա եկել է այնտեղ ընկել է նկարների մեջ, ժողովրդի տպավորություն է ստեղծվել։ Դե այդպես չի, նույն բանը, նույն առավոտյան լուր տարածվեց, որ սահմանից մեծ թվով ադրբեջանցիներ հատել են երրորդ երկրի քաղաքացու անձնագրով, եկել ուզում են Հայաստանով անցնել կամ ինչ, իսկ իրականում եկել էին այս հարողություններին ուրեմն մասնակից լինելու, նաև իրենց նկարահանումներով ու չգիտեմ ինչերով, հետո քարոզչական նյութեր պատրաստելու համար։ Դե այդ մարդիկ էլ են եղել այդ հավաքին, ինչի մեր ժողովուրդը չի տեսել դրանց։ Տեսել են, նրանց էլ են նկարել։ Ու ո՞նց կարող է այդ իշխանությունը, իր ժողովրդի թիկունքում այսպիսի բաներ անող իշխանությունը հանկարծ ռեյտինգ ունենա։ Ես չգիտեմ, այդ մարդուն ինչքան պիտի դժվար լինի տեղից արթնանալ այդ օր առավոտը հունիսի 7-ին ու գնալ ընտրատեղամաս սրանց մերժելու։ Բոլորովին դժվար չի լինելու։ Ուղղակի պետք է մարդիկ կամք ցույցաբերեն, մարդիկ այդ օրը պիտի իրենց ստիպեն, իրենց երկիրը փրկեն։ Մի օր կարելի է վեր կենալ, գնալ ընտրատեղամաս եւ այս հարցը լուծել, այս մղձավանջի վերջը տալ ուղղակի։ Սա վերջ չի ունենալու, մինչեւ հաջորդ ընտրություն, եթե սրանք վերարտադրվեն, նորից եմ կրկնում, մենք հաջորդ ընտրություններ հնարավոր է եւ չունենանք։ Վաղ կասեն, Հայաստան եկած ադրբեջանցիներն էլ պիտի քվեարկեն։ Հիմա ինչ անենք։ Իսկ նրանք եթե կազմակերպված են, եթե դե ընդդիմությունը անելիք ունի, ընդդիմությունն իր անելիքը անում է։ Ընդդիմությունն էլ ինչքան հնարավոր է իր անելիքն անում է, այս խոսքը փոխանցում է ժողովրդին, ուղղակի խնդրում է մասնակցել ընտրություններին, գնալ մերժել այս իշխանություններին։ Սա է Հայաստանի փրկության ելքը։ Փաշինյանը չլինի, Հայաստանում պատերազմ չի լինի։ Արդեն կա վերլուծականներ կան, ախր միջազգային մամուլ ես կարդում, ուրեմն սա այնքան բաներ է արել Ռուսաստանի դեմ, այնքան ծանր վիճակների մեջ ա դրել մեր ուրեմն դաշնակիցներին այս տարածաշրջանում, որ այստեղ պատերազմը արդեն դարձել է անխուսափելի։ Անխուսափելի, ուղղակի Փաշինյանը նպաստում է հաջորդ պատերազմին։ Փաշինյանը մնաս պատերազմ լինելու է։
Չի կարող պատերազմ չլինել, որովհետև ինքը խաբեության միջոցով բոլորի ականջը լցնում է, բոլորին համաձայնություն է տալիս, բայց իրականում խաբում է բոլորին։ Եվ ի վերջո այդ երկրներն էլ արդեն մի քիչ էլ նրանք ինքնասիրություն ունեն։ Նույն Թուրքիան, դու Թուրքիային այնքան խոստումներ ես տվել, որ հիմա եթե չկատարես, Թուրքիան հաստատ քո դեմ պատերազմ է մղելու։ Նույնը Ադրբեջանը, փորձես որևէ խոստում տվածդ, որ Ալիևին տվել ես, չկատարես, քեզ պատերազմ է հայտարարելու։ Կամ էլ առանց հայտարարելու, ուղղակի մտնելու է Հայաստան։ Ասել ես, պայմանավորվել եք վերադարձի մասին ադրբեջանցիների։ Ես չգիտեմ, առայժմ այդ մասին չեք խոսում։ Բայց եթե պայմանավորվել ես ու չանես, նրանք ուղղակի կգան ու կմտնեն Հայաստան։ Որովհետև դու քաղաքականությունից ոչինչ չես հասկանում, պետական քաղաքականությունից ընդհանրապես ոչինչ չես հասկանում։ Այդ խաղաղություն բառը գցել են ուղեղները, խաղաղություն, չգիտեն էլ ինչից է կազմված այդ խաղաղությունը։ Որ միայն խոսքերով չէ։ Լավ, այդ քարտեզը մի քիչ էլ փոքրացրու կպցրու դոշիդ։ Մի քիչ էլ փոքրացրու, թող մնա Երևանի քարտեզը դիր դոշիդ։ Ո՞վ է քեզ թողնելու այդ քաղաքը։ Ո՞վ է քեզ թողնելու այդ պետությունը։ Դպրոցներն են փակում, ամբողջ սահմանամերձ շրջանները խայտառակ վիճակ է։ Խայտառակ վիճակ։ Ասում Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը։ Վա ադրբեջանցի գալու է քանդված այդ դատարկված գյուղում նստի։ Ոչխարներին բերելու է արածացնի ու հետո տեղել մնա։ Ինչու դատարկված գալ նաև մորթի ու կնստի։ Դե չէ, հիմա որպեսզի շատ աղմուկ չլինի, ենթադրենք։ Կգան դատարկ տեղերը կնստեն, ինչ է, ոչխարները բա մարդիկ հո գյուղատնտեսության իրանց վնաս չեն տալու, բերեն ոչխարները արածացնեն, ահա, այստեղ լավ է, հետո իրենց բինաները սարքեն, այդտեղ մնան։ Յուրտերը, ոնց որ էս Հանրապետության հրապարակով Ամիրյան փողոցով այդ թուրքական շաձորները շարել էին, ասեն սպիտակ բաներով։ Հա լավ, մի քիչ էլ ազգային բան ունեցեք ձեր մեջ, զգացում, զգացողություն, ազգի պահպանման, ձեր տեսակի պահպանման, ոչ մի բանից չեն վախենում այդ մարդիկ։ Այսինքն չունեն այդ զգացումը, որ վախենան գոնե։ Ինքնապաշտպանության որևէ ռեֆլեքս չունեն սրանք։ Կամ էլ հայ չեն։ Կամ էլ հայ չեն, ես ուղղակի ասում եմ։ Չէ, ասում եմ, դա ոչ հայի, ես հենց սկզբում ասեցի։ Արսեն Թորոսյանը ուղղակի ապացուցեց, որ ինքը հայ չի։ Ինչ է նշանակում Ադրբեջանի իր տարածքում ինչ որ բան է թանգել, ինքնիշխան տարածքում բան է քանդել։ Սուտ ես ասում, դա Ադրբեջանի ինքնիշխան տարածքը չի։ Արցախը երբեք չի եղել ինքնիշխան Ադրբեջանի կազմում։ Երբեք չի եղել։ Հազարամյակներով չի եղել։ Ադրբեջանի, ասենք, այս վերջի 100 տարվա պատմություն ունի այդ երկիրը ընդամենը, այդ 100 տարում Ադրբեջանի կազմում Արցախը չի եղել։ Անկախ Ադրբեջանի կազմում Արցախ չի եղել։ 1000 անգամ կարող եմ կրկնել այս հասարակ բանը։ Հիմա եկել են ուրեմն պատերազմով, կռվով նվաճել են այդ տարածքները, այս իշխանությունների տված նվերով ստացել են այդ տարածքները, եւ այնտեղ հայկական եկեղեցին քանդում են, այստեղ իշխանության ներկայացուցիչն էլ սոցիալական ապահովության նախարարը, խենթանալ կարելի է, էլի։ Մարդ, որի ժողովրդի հետ գործ ունի, անմիջապես մարդկանց սոցիալական կարիքների եւ այլն այդ հարցերով պիտի զբաղվի։ Կանգնում հայտարարում է Ադրբեջան, դու քո ինչ գործն է, դու քո ոլորտի մասին մտածի։ Դու կանգնում այդպիսի հայտարարություն ես անում, այն էլ լինելով այս կառավարության ներկայացուցիչ, գործադիր իշխանության ներկայացուցիչ։ Դե հիմա էլ ով կմեղադրի Ալիևին։ Ով կմեղադրի, ասեք, այդ նույն եվրոպացիները ինչքան էլ փչացած են։ Նրանցից որ մեկը կարող է ելնել եւ Արսեն Թորոսյանին կամ ներողություն Ալիևին մեղադրել այնտեղ հայկական եկեղեցի քանդելու մեջ։ Մենք այսքան գիր գրականություն տպագրեցինք, Արցախի պատմամշակութային հուշարձանները եւ այլն, այս ամեն ինչը փորձեցինք հավաքագրել, փորձեցինք ինչ-որ արժևորել, փորձեցինք ինչ-որ դա դարձնել կռվան է ժողովրդի համար։ Սրանք այս ամեն ինչը թափեցին ջուրը։ Թափեցին ջուրը եւ հələ Արցախի այդ պատմամշակութային հուշարձաններն էլ իրենց ձեռքին մի բան էլ Հայաստանում սկսեցին ոչնչացնել։
Եկան չէ մասնագետ մարդիկ գնացին այդ ցեղասպանության հուշարձան տեսան սրանց վերանորոգումը։ Խայտարակություն։ Հուշարձանը այդպես են վերանորոգում։ Դա ով ասենք մի հատ բնակելի շենք չի, որ վերցես ֆասադը փոխես, ասես հա վերանորոգել եմ։ Այդ հուշարձանը ունի էներգետիկա, այդ հուշարձանը ունի պատմություն, այդ հուշարձանը ունի խոսք, որը փոխանցում է այդ հուշարձան այցելողին։ Դուք եք ինչ եք արել, այդ կոսմետիկան այդ հուշարձանին պետք էր։ Այդ նույնը գնաս, չգիտեմ, մայրաթորը վերցնես սիրուն բաներով, տուֆապատես երես սալիկներով կամ չգիտեմ, բազալտով կամ ինչ-որ մի բանով։ Անիմաստ է, այս իշխանությունների հետ սրանք արդեն բոլոր կարմիր գծերը հատել են, սրանք այս վերջին փաստորեն օրերն են, ես հուսամ, որ այսքանով կսահմանափակվի ամեն ինչ, էլի կանեն որոշակի կապիկություններ, բաներ շատ կանեն, որ վերարտադրվեն։ Դեռ մենք կարող է տեսնենք ուղիղ դիմումներ այս ու այն երկրի ղեկավարին, որ իրենց աջակցեն։ Ընդհանուր եթե նախ հետընտրական գործընթացները սկսվեն, մենք տեսնենք, որ նույնիսկ օտարի զորք ու զինուժ են հրավիրում Հայաստանում կարգ ու կանոն հաստատելու համար։ Սրանք ամեն ինչի կարող են եւ պատրաստ են գնալու։ Պարզապես ժողովուրդը իր քվեով, իր քվեի քվեարկության ուրեմն թվերով կարող է շատ բան իր տեղը դնել։ Մեկ օրում հանգիստ գնալով ընտրական տեղամաս։ Շնորհակալություն։ Ներողություն, մի վերջին ճշտող հարց։ Անդրան Հակոբյանը վերադարձին արժե ամրական։ Սա գնում է։ Այո։ Ես այսպես ասեմ, գիտեք ինչ, իմ հայրը ինձ միշտ պատգամել է, կներեք մի քիչ գեղեցիկ խոսք չեմ ասելու, կնգա գործերի մեջ չխառնվել, կանացի գործերի մեջ չխառնվել։ Դա չգիտեմ, ախր բառեր կան, հիմա եթե ասեմ, թող իրեն չվերագրի, էլի, վիսկչկայի բան աստեղ, պահվածք է, ես չեմ ուզում դա ոչ մեկին վերագրել, բայց իմ տպավորությունը դա է։ Չի կարելի, նախ հայտարարում եմ, որ հնարավոր են ինձ այսպես քրեական գործեր լինել իմ քայլը հիմնադրամի դեմ։ Հետո գնում բաժանվում է, չգիտեմ, մի երկու ամիս հետո նորից հետա գալիս, հետո արդեն Իոնիսյանն է դատի տալիս կամ չգիտեմ ինքն է Իոնիսյանին դատի տալիս։ Այսինքն լավ էլի հասկացանք, Փաշինյան չկարողացավ քեզ դատի տալ։ Ինչի՞ չտվեց։ Հիմա եկել ես Իոնիսյանի դեմքով, այսպես ուզում եք բան խաղալ, էլի, ճնշվածի, հալածյալի, լավ կարող է հանկարծ պարզի, որ ընդդիմադիրել է, ես ինչ իմանամ։ Դրա համար իմ հորս ասածին ես հետևում եմ, կանանց գործերին չխառնվել, ինչ որ, չգիտեմ, չգնալ, նրանց ասուլիսները չմեկնաբանել եւ այլն։